Ես կարծում եմ, որ սահմանադրությունը կընդունվի, որովհետև ինչու եմ կարծում, որովհետև այդ եմ ասում, այս process-ի հեղինակը ժողովուրդն է, իդեմս Հայաստանի Հանրապետության սնուցող մայրերը։ Ինչ որ մեկին կարող է եւ պետք է նոր սահմանադրություն, եւ կախված նրանից, թե ովքեր են ենթադրյալ շահառուների ցանկում, միգուցե նրանք փորձեն փոխել կամ նոր սահմանադրություն ընդունել Հայաստանում։ Բայց Հայաստանի Հանրապետությանը նոր սահմանադրություն բնավ պետք չէ։ Քննարկվում է այն, որ նոր սահմանադրությունում պետք է հանվի հղումը անկախության հռչակագրից։ Դա թեև թելադրվող, բայց կեղծ օրակարգ է։ Այդով է ասել, որ անկախության հռչակագիրը գործում է սահմանադրության ուժով։ Եվ առհասարակ այդ երկու իրավաքաղաքական փաստաթղթերից որ մեկն է ավելի գերակա։ Անկախության հռչակագիրն է սահմանադրության եւ հետագա իրավական ակտերի հիմքը, այն ի վերջո Հայաստանի Հանրապետության ծնունդը փաստող փաստաթուղթն է։ Հռչակագիրն ընդունվել է 1990 թվականին, սահմանադրությունը 1995-ին, երբ Հայաստանն արդեն կայացած եւ միջազգային կազմակերպությունների անդամ պետություն էր։ Ոչ ոք չի կարող չեղարկել անկախության հռչակագիրը, քանի դեռ մեր հանրապետության գոյությունը ոչ ոք չի չեղարկել։ Կարող եք փորձել 4-րդ հանրապետություն ստեղծել, բայց դրանից առաջ նախ պետք է հասկանալ, որն է 3-րդ եւ 4-րդ հանրապետությունների տարբերությունը։ Իսկ ինչու գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունը։ Պատճառն այն է, որ այլ պետությունների կազմում բնակվելով հայ ազգի գոյությունը վտանգվել է։ Երբ օրինակ Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանությունը տեղի ունեցել, ռուսական կայսրությունում էլ հեղափոխություն, այս տարածաշրջանում հայկական պետություն է ստեղծվել։ Սա շատ պարզ տրամաբանություն է։ Հայաստանի 3-րդ հանրապետությունն առաջացել է, քանի որ Արցախում հայերի իրավունքների խնդիր է առաջ եկել։ Բաքվում, Սումգայիթում եւ այլ վայրերում հայերի են ցեղասպանել։ Իսկապես մեզ համար եկել է վերջապես սթափվելու ժամանակը։ Եթե մենք չենք սթափվում, չենք գիտակցում, թե ինչ ահռելի վտանգի առջև ենք մենք կանգնած, Հայաստանի Հանրապետությունը կարող է որոշ ժամանակ դեռ ֆորմալ առումով դիտվել որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, որպես պետություն, բայց այդ հանրապետությունը այլևս որևէ ապագա չի ունենալու։ Ի սկզբանե Հայաստանը ձևավորվել է որպեսզի Արցախը լինի նրա մաս։ Եթե Արցախը Հայաստան չէր լինելու, հանգիստ կարելի էր մնալ Խորհրդային Միության կազմում։ 3-րդ հանրապետությունը ձևավորվել է հայկական պետականության ավանդույթների հիմքով, այդ թվում թագավորությունների, իշխանությունների, առաջին հանրապետության։ Սահմանադրության փոփոխություններից առավել կարևոր են եկեղեցու դեմ հարձակումները կամ պատմության դասագրքի վերանայումները։ Անկախ նրանից սահմանադրության մեջ ինչ է գրված, երեխաներին կրթում են կոնկրետ ուսումնական ծրագրերով եւ դասագրքերով, ինչ է իրականացնում Հայաստանի Հանրապետությունը հայկականության եւ հայկական արժեքների պահպանման եւ հանրահռչակման նպատակով։ Եթե սահմանադրության մեջ պնդումները մնան, իսկ պատմության դասագրքերը վերանայվեն, շատ ավելի անմխիթար վիճակում կհայտնվենք։ Պետք է առաջնորդվել Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եւ ոչ թե խոսել դրա անկատարության մասին։ Ժողովուրդն ընդունել է անկախության հռչակագիր եւ սահմանադրություն, այսինքն իշխանության մարմիններին հանձնարարել է իրականացնել դրանցում ամրագրված խնդիրները։ Եթե իշխանությանը դուր չի գալիս այդ տեքստը, թող հրաժարական տա եւ հեռանա։ Իշխանության ասածը հետեւյալն է. դուք ինձ վարձել եք, բայց ինձ այդ մոդելը դուր չի գալիս, ուզում եմ մոդելը փոխել։ Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է ԽՍՀՄ փլուզման արդյունքում եւ դրա պատճառներից մեկն այն էր, որ Արցախը չպետք է ադրբեջանացվի։ Փաշինյանից, որը մեր աչքերի առաջ բանից հերոսից դառա բռնապետ, հա, չի կարելի որևէ բան ակնկալել, խելամիտ բան ակնկալել, բայց ես կարծում եմ, որ Փաշինյանը պետք է հասկանա իր։ Դու այնպիսի շրջադարձ ես կատարում, արմատական շրջադարձ, որ դու չես կարող առանց ժողովրդի կարծիքը հասնելու բանից։ Դու պետք է ամեն ինչը տանես դնես հանրակրվեի, հերիք անընդհատ մարդկանց խաբելով զբաղվես։ Եթե դու համարում ես, որ ժողովուրդը քո աջակցելու է, քո ընտրածուղի, գնա, բաց, շիտակ դեմքով ես ամեն ինչը դիր հանրակրվեի։ Հանրակրվեով մարդկանցից սխման ստացի, աջակցություն ստացի։ Հերիք էլա, բոլելա, դու եկել ես մի քաղաքական ծրագրով եւ իրականացնում ես դրա ուղիղ հակառակը։ Ուղիղ հակառակը։ Դու ինչ երեսով ես ամեն ինչ անում։ Իշխանությունը չի կարող հրաժարվել սահմանադրության կատարումից պատճառաբանելով, թե իբր այն լավը չէ։ Եթե դու պետությունը չես կարողանում կառավարել այս արժեհամակարգի շրջանակներում, նշանակում է դու քո տեղում չես։ Պետք չէ գալ իշխանության ու մեր կյանքի ու տառապանքների հաշվին սովորել։ Պետք է արդեն սովորած գալ իշխանության։ Սահմանադրությունը պետք է ոչ թե հարմարեցվի իշխող վարչախմբի քիմքին, այլ պետք է հիմք լինի ցանկացած իշխանության պաշտոնավարման համար։ Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։